Խաղություն Աստծաժողով։ Խաղություն ձեզ սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Նույնպես կպատասխանենք հարցերին։ Բարև ձեզ Արկադի եղբայր Միլենա Քույրիկ ջան։ Կխնդրեի բացատրեք Սաղմոս առաջին խոսքը եւ 4-րդ համարները ծաղրելու մասին։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Սիրելի Աստծո, տեսեք, փոքր Սաղմոսը, ընդամենը առաջի Սաղմոսը ունի 6 խոսք։ Հիմա այդ կարդամ բոլորը եւ ծաղրելու մասին եւ սրա մեկնություն էլի։ Շատ լավ Սաղմոս է, ես շատ եմ սիրում այս Սաղմոսը։ Տերորդի ձեզ։ Տեսեք, երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մեջ չէ գնում։ Երանելի է այն մարդը, Աստված ասում, որ ամբարիշտների խորհրդի մեջ չի գնում։ Ինչ է նշանակում գնալ։ Գնալ նշանակում է գնալ, բայց ամբարիշտների խորհրդի մեջ գնալը նշանակում է ամբարիշտերի խորհուրդը կատարել, գնում ես կատարելու, ամբարիշտի խորհուրդների մեջ ես գնում։ Երանելի է այն մարդը, որ չի գնում ամբարիշտների խորհրդի մեջ։ Ինչի համար, որովհետև ամբարիշտը Աստծո դեմ է ամբարիշտ, բարիշտ չի Աստծո հետ։ Այսինքն միաբան չի, հա։ Աստված սեր է։ Երանի այն մարդին, որ սիրո հետևից է եթեմ, ոչ թե սիրուն հակառակների հետ է ճանապարհ գնում։ Ես մեկնում եմ 10 լովն ոնց են ասեմ, մանրակրկիտ։ Հա, մանրակրկիտ ոնց գրված է, էլի, դա հենց կոնկրետ հոգևոր իմաստով եմ բացատրում, սիրելի Աստծո։ Եվ մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում։ Մեղավորների ճանապարհը ո՞րն է, նորից տեսեք, գնալ, ստեղ ճանապարհ։ Մենք բոլորս ճանապարհի մեջ ենք, կյանքի ճանապարհի մեջ ենք։ Հենց հիմի մենք ճանապարհի մեջ ենք, Աստծո ճանապարհի մեջ ենք գնում, քարոզության, սերտողության ճանապարհի մեջ ենք գնում։ Տեսեք, ասում է երանի նրան, որ մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում։ Ճանապարհի մեջ չի կանգնում, այսինքն մեղավոր ով է, նորից ասու խոսքը չկատարողն է մեղավոր։ Ասու սիրո խոսքը չկատարողն է մեղավոր։ Եվ այդ ճանապարհը, որ գնում ենք մենք բոլորս էլ սիրո ճանապարհի մեջ ինչ որ սայթակել ենք։ Բայց չենք կանգնել։ Տես ասում է երանի նրա, որ չի կանգնում, այլ շարունակում է դուրս է գալի այդ ճանապարհից, որ մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում։ Եվ ծաղր անողների աթոռի վրա չի նստում։ Նորից նույնը ծաղր, ումն են ծաղր անում, ասուն են անում ծաղր, սիրուն են անում ծաղր։ Հա, քո Աստվածը դի փրկի քեզ, հա։ Հա, ինի սենց արես դի ներվի, հա։ Ծաղր են անում, հասկանում եք։ Դա անհավատությունից է ծնվում հանդեպ Աստծո խոսքին։ Դրա համար ծաղրի մասին կոնկրետ գրվել չէ, որ ծաղրի մասին մանավանդ։ Տեսեք, այդ ծաղրի աթոռի վրա չի նստում։ Ծաղր անողների աթոռի վրա։ Ինչ է նշանակում աթոռ։ Աթոռը նշանակում է մի բան, երկրավոր աթոռը, որ նստում հանգստանում ես։ Տիրոջ աթոռը, Տերը նստում է, բազում է աթոռի վրա։ Աթոռ հասկացողությունը հոգևոր իմաստով էդ է։ Մենք այսօր նստած ենք Տիրոջ աթոռի վրա, Տիրոջ տան մեջ Տիրոջ աթոռի վրա, հանգստանում ենք Տիրոջ աթոռի վրա։ Բազմել ենք։ Տեսեք, ասում է ծաղր անողների աթոռի վրա չի նստում։ Ծաղր անողների աթոռը ո՞րն է։ Տիրոջ աթոռը արդարությունն է, դատավորի աթոռն է, սիրո արդարացման, դատի ժամանակ արդարացման աթոռն է, Տիրոջ աթոռը։ Բայց դա ասում է երանի նրա, որ ծաղր անողների աթոռի վրա չի նստում։ Ծաղր անողներն են նստում աթոռի վրա, բազմու ծաղր անում սրա նրա ձեռանը։ Երանի նրա, որ մենք մասնակից չենք ու չենք նստում այդ աթոռի վրա։ Երբ որ մեկը ծաղր անում ասում, մենք չենք հանգստանում այդ ծաղր անողի խոսքերից, ծաղրելուց։ Մեր ներսի հոգին խառնվում է, մեր մտքերը խառնվում է, ես ծաղր անեմ։ Աստված իրականությունը, Աստված կա, բա քո կյանքը, ով է քեզ կյանք տվել, ով է այս ամեն ինչը ստեղծել, ժամանակը, երկրագնդի հետ վարքյանները պատտում, ամեն ինչը։ Դա մի հատ մեծ հսկա իմաստություն է, որը մինչև այսօր աշխարհի սկզբից մինչև այսօր բոլոր գիտնականները հայտնաբերում են։ Ինչ որ մի հատ գաղտնիք են հայտնաբերում, համարում են մեծ գիտնականներ։ Նյուտոնը ձգականության ուժը հայտնաբերել էր, մինչև այսօր հիշվում է ինքը ու կհիշվի դարերով, բայց այդ ձգականության ուժը Աստված դարեր առաջ երկրագունդը ստեղծելուց ստեղծել է այդ ուժը։ Հասկանում ես, երբ որ մարդը մտածում է, Նյուտոնը նոր է, վերջի տարիներին ասենք, 100-ամյակին բան արեց,
հայտնաբերեց այդ ձգողականության ուժի կամ մնացած ուժերի օրենքները, բայց դա եղել է վաղուց, ասում մեծ իմաստությամբ է եղել։ Իսկ այսօր մարդիկ ծաղր են անում։ Ես ծաղր եմ արել, ժամանակի ծաղր եմ արել, հա, Աստված արեց, հա, տենց ստացավ, տենց եղավ կամ բնության բանով եղավ, չէի մտածում, բա բնությունը որտեղից եղավ։ Այս սկզբին, որ Աստված է, չէի կարում հասկանալ այդ սկիզբը որտեղից եկավ։ Ես հասկանում էի, այն ինչ որ կա տեսնում եմ։ Բայց դա շատ քիչ է, շատ փոքր է։ Դրա համար ասում եմ, ծաղր անողների աթոռի վրա։ Թող չնստեն։ Թող չհանգստանան ծաղր անելով։ Հələ մտածեք, մի հատ ինչ եք անում։ Ումն է ծաղրը, արդարությանը դու ծաղրում ես, արդարության խոսքին, սիրո խոսքին ծաղր ես անում։ Հանգստանում ես այդ կարած ծաղրով, աթոռի վրա ես նստում։ Այստեղ Դավիթ Մարգարեն ասում է, որ Երևան նրա որ չի նստում այդ աթոռի վրա։ Եկեք շարունակենք, լավ։ Այլ նրա կամքը Տիրոջ օրենքի մեջ է եւ ցերեկ ու գիշեր նրա օրենքի վրա է մտածում։ Դե շարունակության մեջ ասում է, նրա կամքը Տիրոջ օրենքի մեջ է, ցերեկ ու գիշեր նրա վրա է մտածում։ Այսօր մենք ունենք Տիրոջ օրենքը, կամքը մեր մեջ։ Տիրոջ օրենքը ունենք, ու մեր կամքն է, որ ցերեկ ու գիշեր իր օրենքի վրայով ենք մտածում։ Երանի ասում է նրան, որ գիշեր ու ցերեկ, գիշեր-ցերեկ հասկացողությունն նա է, որ ցերեկը հոգևոր իմաստով մեր ներսում է խաղաղ իրավիճակն է։ Ցերեկը խաղաղ է, ամեն ինչ նորմալ է ու լավ է։ Իսկ գիշեր վիճակը խավար իրավիճակն է, որ բարկացած վիճակի մեջ ես, մեղ գործելու եզրին ես կամ մեղ գործելու մեջ ես։ Դա գիշեր հասկացողությունն է։ Ոստեղ Դավիթն ասում է Սաղմոսների մեջ, այս Սաղմոսի առաջինի մեջ, որ Երանի նրան, որ գիշեր ու ցերեկ այդ խաղաղ վիճակի մեջ էլ, խաղաղ վիճակի մեջ էլ Տիրոջ օրենքի վրա ես մտածում, սիրո օրենքի վրա ես մտածում։ Տեր Աստված էսի որ ինձ հաջողվեց, ես լավ գործը որ տվեցիր ինձ, ցերեկ այդ ուրախանում ես։ Տեր Աստված փառքեզի դու օրհնեցիր, օրենքի վրա եմ մտածում, չեմ ասում դե հար ես արեցի, իմ ուժերով արեցի, փառքեզ քո տվածն է։ Խնդրում եմ օրհնել ավելի ու թող շարունակվի այս օրհնությունը։ Սա ցերեկ վիճակն է, Տիրոջ օրենքի վրա եմ մտածում։ Իսկ գիշեր վիճակը, երբ որ փորձության մեջ ես գալի, Տեր Աստված քրանիցեց ինձ ես մարդը։ Ախր ես ինչ էի արի, իրան որ անիցեց։ Օրենքի վրա ես մտածում Տիրոջ, Տեր ինչ անեմ, Տերն ասում անիծողին օրհնա դու։ Ու ուրախանում ես Տիրոջ օրենքի վրա։ Մտածելով ուրախանում ես, օրհնում ես իրան։ Այդ գիշերվա պահին, այդ խռովության, այդ փորձության պահին Տիրոջ օրենքի վրա ես մտածում։ Իսկ Տիրոջ օրենքը բարի է, կատարյալ է, սեր է։ Սիրո վրա ես մտածում, որ գտնես ու մի ժամանակ ես նորահավատ ժամանակ, երբ որ ինձ հալածում էին այս վարդապետության համար, ես ուրախանում էի իմ ներսում։ Որտեղ Հիսուսն ասեց ինձ արեցին, ձեզ էլ արեցին։ Տեր Աստված ասում ես նման եմ ինչի Հիսուսին։ Ոչ, Հիսուսն ասում է իմ խոսքի համար, եթե ձեզ հալածեն, դուք երանելի եք։ Քին իր խոսքի համար ես ասում եմ սեր ապդի սիրեք իրար, նա եղբայր կար ասում էր ո՞նց սիրեմ նրան։ Դες բան չկա գրված։ Ասում եմ Հովանես Առաքյալն է գրել։ Հովանես Տերեխայել է գրել այդի։ Ու անարգում էր ինձի, շեղված է, մոլորված է, ես ուրախանում էի մեջ։ Գիտեք ինչն էր ուրախություն տալի ինձի։ Ես մտածում էի, որ Տեր Աստված դու ես թույլ տվե, Տիրոջ օրենքն է ես մտածում։ Ասում էի դու ես թույլ տվե, որ ինձի կպնի ինքը, որ ես լուր մնամ, որ դու փառավորվես։ Որ իմ հավատքը աճի, որ իմ հավատքը մեծացնես, ավելացնես։ Այդ ինձ ստիպում է, որ ես լուր էի մնում ու սիրով էի լուր մնում, ոչ թե ատամ կրճտացնելով։ Ես Տիրոջ օրենքի վրայով երբ որ մտածում էի, օրհնություն էր հետևում կանգնում։ Ամեն։ Ամեն։ Եվ նա ջրերի գնացքումը տնկված ծառերի պես է, որ իր պտուղը տալիս է իրեն ժամանակին եւ նրա տերևը չի թափվում։ Նրա պտուղը ծառերի այն ծառերին նման, որ ջրերի կողքն է տնկված։ Այսինքն երբ անընդհատ ջրից օգտվում, անընդհատ ջրից սնվում է ինքը։ Իսկ ջուրը ասու խոսն է հոգևոր իմաստով սիրելն է, որ անընդհատ ջրից եթե դու սնվես, անընդհատ քո պտուղը ժամանակին կտաս։ Այսինքն քո գործերը, քո ամեն մի գործերը բարի կլինեն։ Եթե դու անընդհատ Աստվածաշնչից այդ ջրից սնվես, անընդհատ քո գործերը բարի կլինեն, ժամանակին իր պտուղը կտա։ Եվ ամեն ինչ որ անում է, հաջողվում է նրան։ Այնպես չեն ամբարիշները, դες եւ 4-րդ խոսքը, այնպես չեն ամբարիշները, այլ ինչպես դարմանի մղեղ, որ քամին ցրիվ է տալիս։ Ամբարիշները դարմանի մղեղի հետ է նմանացնում ամբարիշներին։ Նորից ամբարիշ խոսքն եկա, որ Աստծո հետ բարի չի, արդարության հետ բարի չի։ Հա մի երեսս խփում են այն մյուս երեսս դեմ տամ, բարի չի։ Հա ճշտամից գալու է սպանի, ես էլ իրան սպանեմ, բա թողեմ մնա։ Ամբարիշտ եմ ես դրանց հետ, հասկանում եք։ Դրա համար, տես, այդպես չեն ամբարիշները, այլ ինչպես դարմանի մղեղ, որ քամին ցրիվ է տալիս։ Որ կողմ քամին փչի,
Դարմանի մղեղը տեսած կլինեք թե յուղերում, թե ասենք ծառի տերևը, թե փշուրները, քամի որ կողմ փշի ցվրվում են սրանք, ամեն միտեղ են ցվրվում։ Կայուն չեն, հա միտեղ մնացող չեն։ Դրանք ամբարիշները կայուն չեն։ Պահը գա, տեղը գա, ասեն, փառք քեզ Տեր Աստված մի հատ մոմ կվառեն, պահը գա, տեղը գա, կքրվեն, ասում, կանիծեն, պահը գա, ցվրված են իրանք։ Քամին ցրում, Հիսուսն ասում է, չգիտեք քամի որ կողմից եկավ ուր այդ է։ Չգիտես որ դու ամբարիշտություն ես անում, հայոյում ես այս մարդուն, որտեղից եկավ ու ուրա տանելու քո հայոյանքը քեզ։ Ասուց հերվաստելու է, տանելու է դեպի դժոխ, ասեց ասա։ Դες չգիտեն այդ մարդիկ, հայոյում են։ Իսկ մենք գիտենք որտեղից է գալի, սատանեն է բերեմ, խիա բերեմ, որ մենք ասու փառքը տենա, մեր վրա Աստված փառքը իրա տենա, ու գիտենք փառքը տենալուց հետո ուրա տանելու մեզ։ Մենք գիտենք որտեղից եկավ էդի ուրա տանը։ Իսկ անհավատները, ամբարիշտները չգիտեն, տեսեք։ Սրա համար ամբարիշտները չեն կանգնի դատաստանի մեջ եւ ոչ էլ մեղավորները արդարների ժողովրդի մեջ, որտեղ Տերը ճանաչում է արդարների ճանապարհը, բայց ամբարիշտների ճանապարհը կկորչի։ Այսքանը առաջի սաղմոսներ, սիրելի հաշտվող Տերը օրհնի քեզ։ Ծաղր անողները, տիրոջ կամքը չկատարողները, ամբարիշտները, սրանք մեր մեջ էլ կան այդ հասկացողությունները։ Մենք էլ երբեմն ամբարիշտություն ենք անում։ Տեր Աստված խի, Տեր Աստվածը թույլ է տվել, որ քեզ փառավորի, քեզ օրհնի, դու ասում ես խի, ամբարիշտություն ես անում։ Սա, եթե հասկանանք, այս սաղմոսի միջի երանելիները կլինենք։ Գիշեր ու ցերեկ, այդ գիշերվա մեջ խի չենք ասել, Տեր Աստված խի, այլ կասեն փառք ես Տեր Աստված։ Հոբը ո՞նց էր ասում։ Հոբի մի օր ես սկսեցի մտածել հոբի մասին, ինչ-որ 10 սատ երեխա, մի օրվա մեջ մահանա, այդքան հարստությունը, օրսից իմ մտածելուց ես արդեն ճզմվեց իմ ներսը, ես արդեն ես վատ զգացի ինձ։ Որ ասում եմ, հոբը ո՞նց դից ասեց, Աստված տվեց, Աստված տարավ։ Այդ գիշերվա մեջ հոբը փառք տվեց ասում։ Գիշերվա մեջ ամբարիշտություն չարեց, խաղաղություն տվեց ասում։ Դրա համար Մարգարեն Հակոբոսն ասում է, հոբի մասին լսել եք, թե ոնց Աստված օրհնեց իր հետը առաջինից ավելի օրհնեց։ Ինչի համար օրհնեց, որտեվ ինքը բարիշտ էր Աստծու հետ։ Աստված տվեց, Աստված տարավ, ինչ կրվեմ, ում հետ տրտնջամ։ Այսինքն ամբարիշտություններ երբեմն մեր մտքի մեջ են գալի, երբեմն գործերն են ստիպում, որ մենք ամբարիշտ ենք, սիրելի հաշտվող։ Եթե այդ մեր ամբարիշտությունը բարիշտության, մեր հասկացողությամբ տենանք, որ ամեն բան Աստվածանից է ու Աստծու համար է, Աստվածանից է այդ փորձությունը ու Աստծու համար է դա։ Ամեն ինչը։ Արդեն մենք ինքս ինքան կփոխվենք ուրիշ մարդ կդառնանք։ Ինքս ինքան գիշեր ու ցերեկ Տիրոջը փառք կտանք ու մեր պտուղը իր ժամանակին կտանք։ Տեր օրհնի ձեզ։ Աստված շատ օրհնի։ Այսքանով ավարտում ենք, մնաք խաղաղության մեջ։ Տեր օրհնի ձեզ։